Վստահում եք ընտրությունների արդյունքներին, թե դուք էլ եք այն կարծիքին, որ ընտրությունները կեղծվել են։ Իհարկե եղավ։ Ինչպես ընտրախախտումներ եք նկատում։ Դե անձամբ ես ներկա չեմ եղել, բայց ընդհանուր տպավորությունը, որ ընտրությունները լրիվ կեղծել են։ Կեղծված ընտրություններ։ Այսինքն այն ժամանակին Փաշինյանը մեղադրում էր նախկիններն, ինքն ավելի շատ արեց։ Այո, իրավորոք ավելի ուժեղ կատարվեց։ Հետո ուղեղ ունենք, մտածում ենք, տրամաբանություն ունենք։ Միայն լսելով բանով որ նրան չենք բանանում։ Ամեն ասացի որ չենք հավատում։ Դե էլի ժողովուրդն է մեղավորն է բան տա։ Իրանց մեջից չէ որ դրանց տանում բան, բայց ժողովուրդը չի թույլ տալիս։ Ժողովուրդը չպետք է թույլ տա, այդ եմ ասում։ Ժողովուրդը պիտի ոտքի կանգնի, միասնական միանան, ոտքի կանգնեն եւ իրանց հարցերը լուծեն։ Մի ոնց ասում, գյուղ կանգնի գերան կոտրի, չէ՞ ժողովրդական ասացված կա։ Շատ դժգոհ եմ ընտրություններից։ Դա այդ ինչ էր, այդքան 16 քարտը միանգամից տալիս են, այն տեղը ամբիոնը, որ ես ընտրել եմ, տեղ թափած այս սենց սեղանի վրա, սենց հազարներով թափած էր։ Ու հետո ես փոշմանել եմ, որ այդ մնացածը չեմ վեր կալել, ճղել, մանավանդ 16 համարին ճղել։ Ու դες ես դժգոհ եմ ընդհանուր առմամբ։ Խախտումներ եղան։ Խախտումներ շատ են եղել ու այդ խախտումները եղել անախ եւ առաջ հենց ընտրման այդ ձևը շատ սխալ էր, շատ անարդար է եղել, ամեն ձևով անարդար է եղել։ Դա նախորոք այնպես են արել, որ ինքը այդ իր ձևական այդ որ ասում է, եթե մի հատ թերթիկ ձեռքերս կկտրեն, բան, ինքը հերիքա դեմագոգիա, ես պատերազմից հետո հիվանդություն եմ ստացել, այդ 5000 հոգու մահը ես շատ վատ եմ գիշերները քնամ, հենց այդ պատերազմից։ Ընտրախախտումներ երևի եղել է, շատ։ Նախկինների, եթե բոլոր խախտումները գումարեն իրար, Նիկոլիկոսի խախտումի չափ չկա։ Շատ վատ։ Ինչու՞։ Այնա երևաց են ինչու։ Օրինականություն ոչ մի բան չկար աղջիկ ջան։ Նախկինները պետք է փառք տանք այսօրվա դրությամբ։